Շեդևրալ է ուղղակի։ Դե ինչ ունենք օրակարգում այսօր ողջ օր առավոտից ուրեմն խոզարկություններ 500 անց հարցաքնվել է ուժեղ Հայաստանը ոնց որ այդքան է ուժեղ չի այս պահին գոնե զուտ Բայց Ռաֆայել, մինչև այդ մասին խոսելը դուք 3 ռադիոյով բան եք արել, չէ՞, լրիվ կենթանի այդ այո, մինչև Այ մարդ, ես չկարողաց մի քանի բան այդ նայելու բան չէր, որ մարդ նայեր։ Չկարողացա ես, հասկանում եք։ Այ մարդ, ճիշտ ես չէի, շուտ մեծ ակնկալիքներ չունեի ազնիվ խոսք, բայց այս աստիճան գրեհկություն, այս աստիճան, այսքան ցածրորակ խոսք, էմոցիաները, կանայք, այն կարմիր բերետավորները, արա այդ ինչ էր Աստվածին։ Ես խորը հիասթափություն ապրեցի, ճիշտ եմ ասում։ Ես կարծում եմ ինչ-որ բան գիտակցությունը մարդկային առաջ չա կարծես գնացել, բայց ես դրա ոչ մի ապացույցը ես չտեսա, այս ուրեմն եւ գիտեք ինչն է հետաքրքիր, հիմա ժողովուրդը չէ նայում է իրանց, սրանցից մեկին պիտի ընտրի իր երկրի որպես ղեկավար, այս կուսակցություններից մեկին։ Եվ ստացվում է, որ պիտի ընտրի այս եղածների մեջից ամենապակաս զզվելին, որտեվ կներեք արտահայտությանս, բայց բոլորն էլ զզվելի էին։ Այդ ինչ ձևով էին խոսում, այ մարդ։ Այդ ինչ Այնտեղ մի հատ ապագայի մասին բան լսվեց 4 ժամ Իդեպ եթերում տաղավարում սենց նստած եմ ռադիոյով տալիս եմ ասեմ Աստված իմ ռադիո կադրով չես կարում սա նայես ռադիո լսողները ովքեր մեր ալիքի վրա են սա լսելու բան չի սա մեր ապագայի մասին իբր քննարկում էր ապագայի բառ չկար դուքը սենցը մենք բայն չգիտեմ օրինակ ոչ մեկին չէր լսում այդ մեր բան բոլորը խոսում են ճչում են այդ բաներն էլ այդ վարողներն էլ ընկել են չգիտեն ինչ անեն հավի ձակի նման վազում են մեկ ստեղ մեկ ընդեղ այ մարդ այդ մարդկանց պիտի ուշ տակ պիտի ասեք եթե լռեք այլևս եթե չլռեց պիտի հեռացվի կամ որևէ մի բան թե չէ այտենց ո՞նց կարող է շարունակվել այ մարդ այդ ինչ վիճակ է եւ դա խոսում է մեր քաղաքականապես կարտը հա լինելու մասին որովհետեւ խոսքի կուլտուրան իրար հետ զրուցելու, բանավիճելու կուլտուրան մշակույթը բառացիորեն բացակայում էր, այո, հա։ Իրենց խոսելու ձևը, իրենց դեմքի արտահայտությունը, այդ ագրեսիան, որ գալիս էր, այ մարդ, այդ ինչ մթնոլորտ էր, էլի։ Դե Եվ մի բան էլ ասեմ, այսօր էլ շարունակվելու իդեպ ասեմ, այսօր էլ է։ Օ, իսկապես 3 օր է լինելու այսօր եւ մի օր դադար եւ լինելու այդ 4-ին առաջին համարները իբր պիտի գան։ Հա, այնպես որ այսօր եւս զինվեք համբերությամբ հարգելի հայրենակիցներ։ Եվ գիտեք ինչն է ամենացավալին, հիմա ասենք սա ոնց որ չկլասն է, էլի, լինելու է նաեւ առաջի դեմքերի, չէ՞, եթե չեմ սխալվում, այս նույն բանավեճը։ 4-ին ամսի ոնց որ։ Թե 5-ին, Ես ճիշտ ասած, ես հիմա որ ես տեսա, այնտեղ ես շատ ավել բան չեմ սպասում, չեմ կարծում, որ այնտեղ շատ ավելի լավ պիտի լինի։ Եվ գիտես ինչն է նաեւ այդ ամբողջ պատմության մեջ տխուրը, որ ոնց հասկանում եմ կազմակերպվածն է լավ չէ, այնտեղ ում քանի րոպե է ոնց է խոսում այնտեղ էս բան չկար, հա։ Այդ 3 րոպեի հարցը չհասկացանք, այն մեկը հարցա տալի համ 3 րոպե հարցն է, համ 3 րոպե պատասխանն է, ում է ուղված։ Ու ոնց հասկացանք, բնականաբար ամենը ուղված է իշխանությանը։ Թո Ալեն Սիմոնյանը կանգներ, դուք այդ 16 հոգիդ կանգնեիք մի կողմ, լիներ բոլորը Ալեն Սիմոնյանի դեմ։ Այդ ինչ ձևաչափ էր, էլի։ Հիմա այնպես չի որ հարց ու պատասխան չէր կարա լիներ, բայց ապագայի մասին պիտի խոսվեր, թոշակի, կրթության, գիտության, բանակի, sense բան այն ադրբեջանական թեզերը բերում եք օրակարգ, ինչ Ալիևը ժամանակին ասելա, կռվի ժամանակ ասելա, հետո ասելա, դա բերել եք, սարքել եք դրոշակ, դուք ձեր օրակարգը բերեք, դուք Ալիևի բառամթերքով քաղաքական գործիչ եք դարձել, որ ինչ անեք։ Գիտես ինչ կա, հետո բացի այդ ամեն ինչից էլի, ախր իրանք պիտի մտածեն նաև որ արտասահմանյան երկրների ղեկավարները լսում են սա։ Այստեղ ահագին ինֆորմացիա կա մեր մասին։ Դուք ոնց կարող եք այդ ամեն ինչը արհամարել։ Դուք ապագա հնարավոր երկրի ղեկավարությունն եք։ Դուք այսօրվա ձեր մտածածի մասին չեք պատկերացնում, ինչ արդյունք է ունենալու վաղը մյուսօր։ Ինչ ինֆորմացիա են ստանալու ձեզնից ձեր ոչ բարեկամները, այսպես ասեմ, հա։ Դե որ մտածեն անպատասխանատու կարելի է լինել։
բայց այսքան ինքնատիրապետում չունենալ կարելի է, բա այն հասարակ ժողովուրդը ինչ ասի, որ դուք այդքան կուլտուրա չունեք, այդքան ինքնազսպում չունեք, ինչ մտածեց այն մասին։ Ահա որ է։ Ինչ եք մտածում դուք, հարգելի ռադիոլսողներ, մենք ուղիղ եթերում ենք, կարող եք զանգարել, կարող եք մաս դառնալ զրույցի 747 477 3444 ամփոփող հեռախոսահամարը, մեծ հաշվով հայրենիքի ապագան է որոշում առաջիկա օրերի ընթացքում, եւ մենք կամ գնում ենք այն ուղով, որով հիմա գնում ենք, կամ գնալու ենք այն ուղով, որով գնում էինք 35 տարի կամ գուցե 250 տարի, կամ գնալու ենք այն ուղով, որ դե կային ուժեր, որ ուղղակի տարածաշրջանին հայտարարում ենք պատերազմ եւ կորում ենք եւ վերջանում է այս ամբողջ հարցը, որովհետեւ այդ 18 ուժերի մեջից ինձ համար ամենայսպես այնտեղ շատերի հետ համակարծիք եմ, շատերի հետ որոշ որ ասում է точки соприкосновения, բռնելու տեղեր կա, որ կարող է զրույց ծավալել, շփման եզրեր, շփման եզրեր, հա, շատ լավ բառ է։ Շփման եզրեր կա, այն ամենա այն ում անուններն չեմ ուզում տան ոչ մեկի, բայց այնտեղ կար մի տիկին կար, մի հատ համահայկական տիկին կար, դրա մտքերը, ասում է պիտի գնանք միջազգայինորեն ճանաչված, ասում է, այդ քարտեզ, այդ բրոշկեն, որ կպցրել եք, իդեպ այդ բրոշկենն է, որի համար երաբլուր է եղել, այդ այնց է խոսում այդ Հայաստանի Հանրապետության քարտեզի մասին։ Այդտեղ արդեն իրան դիսկլաֆիսի բան պիտի անեին, դասակարգումը իջացնեն, որ նոր իմանալ ինչ կա։ Մենք պիտի գնանք, ասում է, այնտեղ Փարիզի վեհաժողովի քարտեզները հանենք, բան, sense պատմություններ է, պատմում, դու պատկերացրես ամբողջ տարածաշրջանի սահմանները դնում է հարցականի տակ, այսինքն ոչ միայն Թուրքիա-Ադրբեջան, Վրաստանի հետ մենք այնտեղ հարցեր ունենք Լորիի հետ կապված, Ջավախքի հետ կապված, մենք Պարսկաստանի հետ հարցեր ունենք, այսինքն այնտեղ Քուրդիստան պիտի լիներ, բան պիտի լիներ, բան, այսինքն այդ տիկինը ամբողջ տարածաշրջանը դնում է հարցականի տակ ու sense բան անելու։ Հետարքիր է ընդհանրապես երեխաներ ունի, զավակներ ունի, թե չունի, ամուսնացած թե չէ, հետարքիր է իմանալ էլի, որովհետև հետարքիր բաներ։ Շատ բան իսկապես ահավոր էր էլի։ Եվ եթե ճիշտ եմ հասկանում, անգամ հայհոյանք եղավ, չէ՞, այդ եթեր գնանք։ Ոնց որ գնաց, հա, ոնց որ, որովհետև այդ ուղիղ եթե միանգամից բիպը տենց չի, չէ՞, էդիտով են դնում այդ բիպը։ Չէ, բանու դրա համար Միացյալ Նահանգներում գոնե Եվրոպայում չգիտեմ, ուրեմն եթե չեմ սխալվում 1.5 րոպե դիլեյով է գնում կենթանի հաղորդումները, դա անգամ սպորտային այդ խաղերը, որ մենք կենթանի նայում ենք, էլի վախենում են բան մոտավորապես 1.5 րոպե թե քանի վայրկյան դիլեյով հասցնեն, այ որտեղ այնտեղ այնպիսի բաներ կարող են լինել, որ ոչ բացի հայհոյելուց, որ անվտանգության կատարողներից ելնելով։ Այո։ Չէ, դե մեզ մոտ էլի չեմ կարող ասել անձամբ, որ ասեմ, այ հիշում եմ ինչ բառ ասեց եւ ոնց սուտ կլինի, բայց չէ, բայց այդ ես հիշում եմ, որ պատտվում էր, դրա համար Խոսնակ ասեց դուք հայհոյում եք, չի կարել sense բաներ ասեց։ Դե այնտեղ մարդիկ կային, ովքեր ինտելեկտուալ մարդու համբավ էին փորձում վայելել, ովքեր ինտելեկտուալ խաղերի էին մասնակցում, զնատոկ էին եւ sense գիտակի համբավ էին բանանում։ Բայց կային, հա, բայց ուզում ասեմ տարիներով sense եւ այլն բան փողոցի բազար, ես մեր բիսեդկեքի ես որ կասեմ, այդ մակարդակի դրա ձևը, դրա շարժու ձևը, դրա խոսալու կուլտուրան Այ մարդ զարմանում։ Այս իմաստով շատ իմաստներով ենք էլի առաջ գնա։ Այս իմաստով լրիվ տեղում մնա դոփում ենք այդ ճահճի մեջ։ Հիմա ասենք օբյեկտիվ լինելու համար։ Վուլգարության մաքսիմալ, գիտեք, մտքի, լեզվի, ամեն ինչի վուլգարություն ա գա, այդքան չի կարելի էլի։ Չի կարելի այդքան։ Ինչևէ, հա, ասա կներես։ Չէ, այդ բանի համար էլի որ կուլտուրայից են խոսում։ Էմոցիոնալ ընդունեցի շատ ազդեց վրա։ Հնարավոր չէր անէմոցիոնալ։ Ուրեմն դու պիտի անհայրենիք լինես, անհոգի լինես եւ ընդհանրապես թքած ունենաս ամեն ինչի վրա, որ այդտեղ էմոցիա չկարանաս տնես, հնարավոր չի։ Այդ մեր ապագան է, մեր երկրի կապ չունի, մենք ապրում ենք այստեղ, ապրել ենք, պատրաստվում ենք ապրել, կապ չունի։ Մեր տան մասին է խոսքը։ Մեր տունը բառացիորեն կտրտում են։ Ռաֆայել, մենք հաճախ խոսում ենք բա գազը, բա ուտելիքին չենք ծախելու, բայց մեր այդ բարոյական կերպարի մասին չենք մտածում, էլի, բա մենք sense ոնց ենք շարունակում։ Ախր մենք էլ պետք է փոխվենք, չէ՞։ Ամեն մարդ, ես չգիտեմ, մեկը կա, որին այդ ամեն ինչը նայելը հաճել կա պատճառում, չէ՞։ Հետո որ գնում տունը նայում, չեն զզվում իրենցից, չեն ասում, լավ, գիտեք ինչ, ես իմ բանը փոխեմ, էլի, մի քիչ։
ակնհայտորեն չէ։ Դեգուցե քաղաքական գործիչի բանա դա, հա, ձևաչափը տենց լինի։ Չէ, այդ արծը ձևաչափը չի։ Այստեղ երևում է իրանց ներքին բարոյականությունը, չունեն այդ մարդիկ բարոյականություն էլի։ Վաղ այդ նույն կինը, որ պետք եղավ, մի ուրիշ բանի իմաստով, որ փող ընդեղից տան կամ բան լինի, այդ ուրիշի գաղափարը նույն ձևի պիտի ասի նույն էմոցիայով, նույն բանով։ Իրենք սեփական գաղափարներ չունեն։ Ցավալի է այս ամեն ինչը։ 19 հոգի, որ լսում ես ինչ էին ասում, 19-ից 17-ն էին կարծեմ ներկա։ Ինչ էին ասում, այնտեղ մինիմում մի 5-6 թիմ կարող էր միանալ իրար, որովհետև բովանդակությամբ, նայվածքով, հայացքով, պահելաձևով, գաղափարախոսությամբ ամբողջապես նույն բանն էին, թե ինչի էին տարբեր կուսակցություններ, ոչ ոք չգիտի։ Ну, գիտենք, նկատի ունեն ձայներ են ուզում փոշիացնել, բայց այստեղ 3 ուժ կա։ Նիկոլականներ, այսպես ասենք, Քոչարյանը ռուսականներ, Սամվել Կարապետյանն եւ այլն, եւ այն անունները չտանք, այն որ Մուշուվան ու Սաղ աշխարհը մեզ պարտքա, մենք ամենասիրունն ենք, ամենալավն ենք, տունը մնացած կանայք կան, այն որ ես ինձ չհասկացան։ Այդ բաների պես։ Բոլորը մեզ պարտք են, ես ամենասիրունն եմ, ամենալավը իմ ձևով չկար այս աշխարհում։ Ու տենց քանդել ենք այս երկիրը։ Այդ 3 ուժն է կռվում։ Մնացածը դեմ են բոլորին, չգիտեմ ինչ, ադիբուդիով եկել էր, հասկանում եմ, իրանք շոու են անում։ Այդ հասկանալի է, իրանք շոուի համար են եկել եւ փորձում են բան, բայց իրանք իրանց ասածների մեջ հակասում են։ Ասում են մեզ ընտրեք, հետո ասում մենք ինքնալուծարվելու ենք, որ ընտրվենք։ Բա որ ինքնալուծարվելու եք, եկել եք բանավեճի մեջ մասնակցում եք, ձայն եք փախցնում կամ ինչ որ քարոզ եք անում։ Ինչ ձև է։ Ես նաեւ ուզում եմ կազմակերպիչներին խոսքս ուղղել, էլի այդ երևույթը կազմակերպողներին։ Լավ, դուք ո՞նց եք պատկերացնում, որ 19 քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ միտեղ հավաքվեն ու բոլորը բաց միկրոֆոն ունենան ու բոլորը իրար պիտի բան անեն, ո՞նց կարող է դրանից լավ բան ստացի։ Էն էլ բոլորը հայ։ Մի հատ օտարազգիտ չկա, որ ասեք կարող է լսի մեկին։ Ո՞նց եք պատկերացնում 19 հոգի պետք է իրար հետ, իհարկե չի աշխատի դա այմը։ Իրանք այդ իրանց արևին ժողովրդավարության եւ խոսքի ազատության բան չունեք, հաշվարկ չեք անում, բաստիոն են, էլի, որ 19 քաղաքական գործիչ միանգամից կարող է խոսել։ Այ քեզ բան։ Այդ ամբողջ պատմության մեջ, տեսեք, հիմա օբյեկտիվ լինելու համար, գիտեք ոնց ենք վերաբերում ընդհանրապես Լևոն Տեր-Պետրոսյանին, էս իր այփած ճաշերն է, որ մինչև հիմա դառը ուտում այն խիղճ ու կրակ ժողովուրդը, բայց ասենք Արամ Մանուկյանը երևի միակ գործիչն էր, որ առանձնապես բան չարեց, չէր ընդհատում, բան չէր անում, այս չէ, այնպես չի որ ասենք չգիտենք իրանց գործը լավ ոչ է կամ բան, բայց կարար այդեն զրույց լիներ, էլի, պիտի անպայման հաթաթայով, փողոցային մակարդակի, չխոսասարայով մատտվելես թափ չտաս բան, բարեկամներ, դուք դեպուտատի տեխնացու եք, թե պուտատի ինչ որ ուրիշ բաներ եք, չգիտեմ։ Մի խոսքով։ Լավ։ Ոչ դերենիկ իրենց առաջնորդները ասում են, որ մեր թիմի կին մասնակիցը ջախջախեց քաղաքացիական պայմանագրին։ Սիրանուշ Ստեփանյանն է ասում, նկատի ունեն կարմիր բերետավոր գինը։ Դե իրանց գործն արգելից, ինչ ուզում են թող ասեն։ Այ ես պիտի ասեի, ոնց որ ֆուտբոլի հաշիվ ասեն։ Ինչ ուզում են թող ասեն, ջախջախեց։ Հեսա ամսի 7-ին կտեսնեք։ Իդեպ այսօր ներքին ինֆորմացիայով մի հատ տեղ է գնացել, այս բան ասեն, այս մի քիչ հոգուս յուղ անստե, այն որ ասում ենք ինչի են այսքան հանգիստ, ինչի են այսքան ԿՊ-ն, ինչի չի իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում այդ լցոնումները, որ բերելու են ավտոբուսներով Ռուսաստանից բաների բան։ Ես էլ կարդացի։ Գերներ հարգելի մեր ռադիոլսողներ, ովքեր իմ պես, Դերենիկի պես ու շատերի պես մտահոգված էին այն ուժերից, որ գալիս են ավտոբուսներով։ Այսօր առաջին ոնց հասկացան խմբականակն է եկե Հայաստան։ Բայց ներես, ինչեւ շարունակել է։ Հիմա ես որ կարդացի ոչ պաշտոնական էր, ասում է բանակ։ Հիմա դու որ կարդացիր պաշտոնական։ Էլի պաշտոնական չի, բայց ինձ ասել են նենց մարդիկ, որ շատ հավանական է, որ պաշտոնական է։ Եվ շատ խելքի մոտիկ է իդեպը։ Ուրեմն այդ բերասներին բոլորը, ովքեր տամոժնին անցել են, паспорт կոնտրոլը անցել են, ասել, այս դուք այսքան ժամանակ չեք եկել Հայաստան, չեք գնացել, դուք զինվորական Իշլավա եկաք, բան ուղարկել են ուսումնական զորաբարժությունների բոլորին։ Այս երկիրը կռիվ անց է, պատերազմ ա եղել, բա դուք քիչ եք եկել մի հատ այս երկրին տեր չեք կանգնել, հետո ինչ որ քաղաքացի եք, բա եկեք, բա ձեր պարկը տվեք, անձնագրերը վերցրել են բոլորին հայդե բան, զորամասեր, այ ծափեր։ Ով որ այս գաղափարը հղացել է, հաստատ ամենալրջությամբ արժի
պետական պարգև տալը։ Այո 100%։ Եկել եք, այ բարի եկաք, մենք էլ ձեզ Պիտի գիմնով մի ներբություն կար, ասում է անցակետում իրանց զգուշացրել են դրան մասին, այսինքն ով որ ուզում է հետա թող գնա, չմտնի, բայց որ մտար Հայաստան, պիտի չանեին, պիտի բերեին նա ռասվիտալի, яблони, груши, ու միանգամից կալինկայով ընդ։ Ինչ ճուխուր անգնում, չես աղզանգում են չգակարը անգամ։ Շատ բրավո կազմակերպիչներին, հա։ Ես պատկասում եմ իրանց վիճակները։ Հա, հաստատ։ Հələ փոնել ձեռներից հետ կառնեն, որ չեն գրացել ընտրել։ Հա, փաստորեն տես մի բան կա էլի, այս շատ հանգիստ են, էլի։ Սրանք իրան գիտեմ, որ մեծ մասը տղեկ են գալի, տասովշիկներ, այդ աղբորս խաթր, մեր խավորի խաթր, կանայք է կլինեն, բայց կանայք ավելի ծանրակշիռ են, այո, տես բաներ չեն անի։ Ապ երեխանային ճաշը հա, մի խոսքով սենց վիճակներ, դե տեսնենք, քանի տոկոսն է իհարկե դա կազմում, բայց շատ լավ է։ Այս փաստորեն այստեղ ապրես, կյանք տաս, հարկ տաս, կռիվ տաս, կյանք տաս վերջը, ուզենան գան փողով կամ ինչ որ խաթերով, ես չգիտեմ ինչով, փաստեր չունեմ ձեռքից տակ, դու գաս պետության ապագա գողանաս, դե մի հատ էլ գնա պարկը դու, հետո կգաս արդեն կտեսնենք, հա, որը որից հետո է, բրավո։ Այն ծրտից բան նստեց, այդ որ կարդացի, հա, լավագույն վերջի ժամանակների լավագույն լուրներ։ Վայ։ Ռուսաստանը արգելում է հայկական չրերի եւ կարտոֆիլի ներկրումը։ Այ մարդ, այդքան բան ենք մենք Ռուսաստան արտահանում։ Ես չէի պատկերացնի երբեք։ Նորից Ռոսսելխոզնադզորն, սրանց անունները, չէ՞։ Այսօր հայտարարել է, որ վաղվանից նոր սահմանափակումներ են գործում Ռուսաստան արտահանվող եւ Ռուսաստանի տարածքով ԵԱՏՄ պետություններ, ուրեմն ԵԱՏՄ արտահանելուց, տեսակ, ուրեմն առաջ մենք արտահանում ենք Ռուսաստան, Ռուսաստանը բաժանում է ԵԱՏՄ երկրներին։ Սաղ է փակում։ Հա? Ամբողջությամբ է փակում։ Այո։ Հա։ Խոսքը մասնավորաբար հայկական ծագման կարտոֆիլի, սմբուկի եւ չրերի մասին է։ Մաքյավառում գործերը լավ չի լինի։ Գերտեշտության պնդմամբ սահմանափակումները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ չի մշակվել առաքվող ապրանքների անվտանգության ապահովման հստակ ալգորիթմը։ Վայ։ Կարտոշկի ալգորիթմը որն է ձեր խիղճը։ Էնել կավարի սրսում կարտոշկին այմարդա։ Սահմանափակումների ներդրումը մեկ անգամ եւս հաստատում է, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը կառուցվածքային խնդիրներ ունի եւ չի կարողանում կատարել գյուղատնտեսական արտադրողներին վերահսկելու իրենց վերապահված գործընթացը, նշված է Ռոսսելխոզնադզորի հայտարարության մեջ։ Վերջ էսպանից, ուրեմն այստեղ ընթերցում եմ այս ճանապարհները փակելու հետ կապված Փաշինյանը հայտարարել է, որ մենք այդ բիբարնա չէ արգելված նաև հիմա, պղպեղը։ Ասա մենք բիբարին տեր կկանգնենք, դուք խաղաղությանը տեր կանգնեք, մենք բիբարին տեր կկանգնենք, բայց կես կատակ, կես լուրջ, հիմա լուրջը։ Հայկական վարդերի եւ բանջարեղենների առաջին խմբականակը եվրոպացի մեր գործընկերները արդեն հաստատել են ճանապարհին է։ Գնում է նոր ուղությամբ գնում է Եվրոպա, ամենայն հավանականությամբ Թուրքիայի տարածքով չի հաստատվում, բայց Հայաստանի վարդերի եւ բանջարեղենների առաջին խմբականակը արդեն ուղարկվում է նոր շուկաներ։ Վարչապետ Փաշինյանը անդրադառնալով հարցին, թե որ երկրի հետ է ձեռք բերվել պայմանավորվածություն ռուսական շուկայում արգելված հայկական ապրանքների արտահանման վերաբերյալ, ասել է. Խոսքը Եվրոմիության մասին է, թե ոչ։ Խոսքը Եվրոմիության մասին է։ Այսօր մի քանի գործարար պատվիրատուներ արդեն աշխատել են, որ վարդերի եւ բանջարեղենների առաջին խմբականակը դուրս է եկել եւ տեղ կհասնի, նոր կասեմ երկիրը հստակ։ Փաշինյանը վստահեցնում է, որ հայկական արտադրանքի իրացման խնդիր որևէ դեպքում չի լինելու, ոչ մի ապրանք չի մնալու, հիմա արդեն արտահանվում է ուրիշ ուղղություններով, ասել է Փաշինյանը։ Էլի այդ կարող է նույն ճառից է, չգիտեմ, բայց կառավարությունը կսուբսիդավորի, այսինքն փոխհատուցի Ռուսաստանի մտցրած սահմանափակումների հետևանքով տուժած բիզնեսների, որոնք անարդարության են բախվել, այսինքն նրանց
անտեղի խախտումներ են վերագրել, հայտարարել է վարչապետ Փաշինյանը։ Նա տեղեկացրեց, որ բիզնեսների ներկայացուցիչները այլ շուկա արտահանելու հարցով հանդիպման են մասնակցել եւ արդեն պայմանավորվածություն կա։ Երբեմն ապրանքներ լինում են, որ որակի ստանդարտին չեն համապատասխանում։ Մենք այդ գործընթացից աջակցելու ենք, որպես իրենց ապրանքները բերեն որակի նոր ստանդարտի։ Մյուսների դեպքում, երբ կա անարդարություն, կանենք աջակցության ծրագրեր, որպեսզի այն ինչ պետք է արտահանվել, չի արտահանվել, այդ ապրանքների դեպքում սուբսիդավորման ծրագիր իրականացնենք, որպեսզի դժողներ չլինեն մեր տնտեսության մեջ։ Դե գիտեք ինչ, հիմա սա այս քայլերից, որտես մի անգամից ուղարկեցին եվրոպական չի ասում դեռ։ Արդեն պետք է ենթադրել, որ իրենք այս տարբերակները հաշվել են, որտեղ գիտեին ինչ անել Ռուսաստանը, բոլորովին անակնկալ չէր։ Եթե մենք գիտեինք, իրենք էլ գիտեին։ Ուրեմն ճանապարհներ փնտրեցին։ Եթե գազը կտրին չենք անելու, ասում եմ մենք արդեն առաջարկներ ունենք գազի ավելի էժան գնով։ Եվ սա, որ ասում եմ, կանցնի ժամանակները կգնան, բայց սա թշնամական քայլ է, որը պիտի մնա։ Պիտի ամեն մի հայ, ամեն մի քաղաքացի հիշի սա։ Թե ամենաբարդ իրավիճակում մեր անվտանգության երաշխավորը, մեր ամենատերն ու տիրակալն ու Տեր Աստվածը ինչեր էր անում մեր դեմ։ Այս սա շատ կա, որ ընտրություններից 5 օր առաջ ամենակենսական բաները, կոնյակը, ջերմուկը, ձուկը, միրգ բանջարեղենը, ծաղիկները, բան արկերի տակ դրեց ու ոչ միայն իմ ամբողջ տարածք չես բերի։ Բոլոր կողմերից խեղդում, բոլոր բաներով։ Հետաքրքիր նորություն։ Գազի վերաբերյալ կան ավելի ցածր գնով առաջարկներ, քան այն գինը, որով այն հիմա վաճառվում է Հայաստանի սպառողներին։ Այդ առաջարկները վաղուց կան։ Այս մասին հայտնել է ԿՊ խմբակցության падգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Նա նշել է, որ դրա մասին լսել է ոչ թե Հայաստանի իշխանություններից, այլ ուրիշ երկրից։ Երրորդ երկրից պատրաստակամություն են հայտնել գազ վաճառել եւ այդ գործընթացները ընթանում են։ Ինձ այս մասին ընկերական կարգով են ասել։ Մենք էլ ընկերական կիսում ենք, Ամենաաղմկահարույց ձերբակալությունն է այսօր տեղի ունեցել։ Այո։ Քննչական կոմիտեում հայտնում են ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նա ձերբակալված է։ Հայտնում են, որ նա ուժեղ Հայաստան աջակիցներին ԱԱ-ն, նույն ինքը Ալիկ Ալեքսանյանի մասն է խոսքը, ԱԱ-ն 2025 թվականի սեպտեմբերի 9-ից, ասեն պոչի նստած են եղել, էլի։ Հանդիսանալով մեր ձևով ազգային արժեքների պահպանության հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար, ուրեմն ՍԿ-ն Հուսամբանն է, չէ՞ Կարապետյանն է։ Սամվել Կարապետյան, ՍԿ աջակիցների մեր ձևով ուժեղ Հայաստան կուսակցության կողմից 2025 թվականի սեպտեմբերից մինչև 26 թվականի մայիս ընկած ժամանակահատվածներում կազմակերպած ցույցերի եւ հավաքների մասնակցելու, այլ կերպ հավաքի մասնակիցներ հավաքագրելու իրական նպատակով տարբեր վայրերում գործող մեր ձևով գրասենյակներում ձևականորեն քողարկելով իր իրական մտադրությունները քաղաքացիաիրավական, այդ թվում ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա տարբեր ժամանակահատվածներով աշխատանքի է ընդունել շուրջ 1400 քաղաքացու, որոնցից ավելի քան 400-ը համատեղությամբ աշխատել են մի շարք այլ ընկերություններում։ Նախաքանության ընթացքում պարզվել է, որ հոկտեմբերի 8-ից մինչև 26 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակներում մեր ձևովի ՀԿ-ի բանկային հաշիվներով Սամվել Կարապետյանի հետ փոխկապակցված Տաշիր բարեգործական հիմնադրամից Իներգո Տաշիր Կապիտալ ՓԲ ընկերություններից որպես նվիրատվություն փոխառության տրամադրում փոխանցվել է հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերված շուրջ 1.6 միլիարդ դրամ, 230,000 եվրո եւ եւս 75,000 ԱՄՆ դոլար։ ԱԱ նույն ժամանակահատվածում հանցավոր ծագում ունեցող խոշոր չափերի գումարները օրինական գործունեության պատրվակով լեգիտիմացնելու նպատակով աշխատանքի ընդունած քաղաքացիներին 1 կամ ավելի ամիս որպես աշխատավարձ, ինչպես նաև ծառայությունների մատուցման դիմաց վճարող քողի ներքո նյութապես շահագրգռել է, ուղղորդելով մասնակցել Կարապետյանի աջակիցների մեր ձևով ուժեղ Հայաստանի կողմից այս ամիսներն աննշված այսինչ հավաքներին։ Արդյունքում աշխատանքի ընդունված քաղաքացիների գերակշիռ մասը աշխատանքի չի հաճախել կամ ամսվա կտրվածքով կազմակերպությունների գրասենյակ է այցելել մեկ կամ մի քանի անգամ, չգիտակցելով նույնիսկ հասարակական կազմակերպությունում իրեն գործունեության բնույթն ու նպատակը ինչպիսին է։ Հետագայում ԱԱ-ն
նշված աշխատակիցներին ազատել է աշխատանքից առանց կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրագործման։ Նախաքննության ընթացքում կատարվել են բազմաթիվ վարույթներ, ապացուցողական գործողություններ, հարձակվում է 500 մարդ։ Կատակ բան չի։ Վճարումներ է հատկացվել 703 միլիոն 835 հազար դրամ։ Քաղաքացիայի իրավաբանական պայմանագրերով աշխատավարձ 59 միլիոն 420 քանի հազար, ընդհանուր 763 միլիոն աշխատավարձ է տրվել։ Այս դեռ ամենը չէ, մի հատված քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, բարեկամներ։ Էս է, այսպես է։ Այս Պետդումայի սա ուղղակի արդեն դարձել է բան, հարցակում ուղղակի սա։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը օգտագործում է Եվրասիական տնտեսական միությունը, Եվրոմիություն անցնելու համար։ Սա ասում է բանը Պետդումայի նախագահ Վячеслав Վոլոդինը։ Փաշինյանը ցանկանում է իր բոլոր խնդիրները լուծել ԵԱՏՄ նախ եւ առաջ Ռուսաստանի հաշվին։ Նրա խոսքով Հայաստանի վարչապետը այս գործողություններով փորձում է պահպանել իր անձնական իշխանությունը, սակայն դրա գինը շատ բարձր է լինելու։ Վոլոդինի պնդմամբ Փաշինյանը Հայաստանի քաղաքացիներից թաքցնում է, թե ինչ է արժենալու ԵԱՏՄ կազմից դուրս գալը։ Ու թվում է, թե ինչ է նշանակելու։ Գազի գինը կթանկանա գրեթե 4 անգամ։ Ըստ Վոլոդինի, Ռուսաստանից մասնավոր տրանսֆերները, որոնց ծավալը այսօր կազմում է շուրջ 4 միլիարդ դոլար, կտրուկ կերպով կկրճատվեն։ Ռուսաստան մուտքի միգրացիոն արտոնությունները կչեղարկվեն։ Հետաքրքիր է ինչու։ Չկա, էլի։ Չէ, ոնց թե այսինքն իսկ ռուս դաշնության տարածքում աշխատանքի հնարավորություն կտրամադրվի բացառապես հատուկ արտոնագրերով։ Այսինքն դուք ոչ կարող եք մտնել Ռուսաստան, ոչ կարող եք աշխատել Ռուսաստանում, անլես ունենաք հատուկ էսիմ ինչ բան, արտոնագիր։ Հայկական արտադրության ծաղիկների, մրգի, բանջարեղենի, ձկան, ալկոհոլային խմիչքների եւ հանքային ջրի մատակարարումները կդադարեցվեն, ասել է Պետդումայի նախագահը։ Գեցե ռուսական Պետդուման իր նախագահով հանդես է։ Գեցե հայ-ռուսական բարեկամությունը։ Այո, դարավոր մեր բարեկամությունը, վայ։ Իդեպ այստեղ շատերը միգուցե նեղսրտած են, բայց ես վստահ եմ 99% ովքեր ապրում են ռուսական անձնագրերը գրպաններում ունեն, հայ են տեսակը չի, որ ապրել Հայաստանի անձնագրի հույսին մնար, դա վերաբերում է մենակ ՀՀ քաղաքացիներին, ոչ թե, բայց օթերը կփակեն։ Չեմ կարծում։ Եթե ընտրությունները իրանց դեմ գնացին, դարա իմ կարծիքն է սա, իմաստ չունենար եւ մի բան էլ ասեմ ձեզ, սա ինձ թվում է, այդպես եմ տեսնում։ Մի երևի 3-4 տարի հետո մենք իհարկե այլ բաներով էլի իրավիճակում մենք Ռուսաստանի հետ առևտուր էլ կանենք, ամեն ինչ էլ կանենք, կլավանա հարաբերությունները։ Երեկվա թեման է, ռեժիմ պիտի փոխվի։ Այս ռեժիմը Հայաստանը չի հանդուրժի Հայաստանը այս ձևաչափով։ Ես Ռաֆայել, առևտուրը մի բան է, երբ որ թեկուզ Պուտինի էլի այս տեսակ կառավարություն լինի վաղամիսօր եւ ձեռնտու բաներն ինչ որ առևտուր անելու, մենք կանեն այդ առևտուրը անկախ քաղաքական հայացքներից։ Ես այդպես եմ կարծում։ Տեսնենք, ապրենք, եկավ հերու չգնաք, հարգելի բարեկամներ, այո, բարդ ժամանակներ ենք ապրում, բայց ինչպես ասում է հին իմաստությունը, ամենաբարդ ժամանակներում էլ ամենաանձրևից հետո էլ միևնույն է արև է գալիս, ծիածան է լինում, այնպես որ գովազդի դադար, գանք շարունակենք քննարկումը, հերու չգնանք։ Չմնաց։ Ես ուզում եմ անդրադառնալ էլի այս գալու Պետդումայի նախագահի խոսքերին, այդ որ ասում է, այսինքն Պաստորն ասում է Վոլոդինին, որ ասում է չենք ընդունի հայերին կամ չենք բանանում, այսքան հայուն եք ստեղ, միշտ մի տեսակ երեսով են տալիս, ու այնպեսի տպավորություն է ստացվում, որ կարծես թե մեր սիրուն աչքերի համար է ինքը հայերին վերցել պահում է, էլի, ձեր խաթեր է մեզ անում։ Եթե հայերը իրանց պետք չլինեն, իրանք հայերին չէին պահի, հավատացեք ինձ։ Պուտինը այդ մարդը չի։ Այնտեղ մեր հայերը ինչ են, բիզնեսմեններ են կամ բանվորներ են աշխատում են։ Երկուսն էլ պետք է իրանց։ Երկուսն էլ պետք է։ Սա որպես լավություն մի մեզ բանարեք։ Հայերի մեծ մասը մեդիայի աստվածները չեն, ինչքան սուտ ու թարախոտ ու ինկա ռոպագանդիստական հայերի ձեռամբ։ Նրանց լավ չեք ուզում։ Հա, ինչ եք ուզում, ամենակարևոր բանը ունեք։ Էլ Մարգարիտա Սիմոնյանը, էլ Կուրգինյանը, էլ Միրզոյանը, մի հատ է Միրզոյևկա, Ադրամուսինը, Օրմացիկ եղավ, Քեսոյանը,
Տիգրանը, Սիմոն Բաղդասարովը, Բաբայևը, Կիրկորովը, դե լեգական չի շատ, բայց օքեյ, որ մեկին։ Ոնց չէ։ Եվգենի Պետրոսյանը տեսա ինչ ասեց, լավ ասեց։ Չէ։ Нравится, не нравится, Россия расширяется։ Не, այդ ասացվածքը որ կա, нравится, не нравится, терпимая красавица։ Էդի փոխեց վերջի տողը, ասма нравится, не нравится, Россия расширяется։ Ախպեջան, բայց ում կյանքի գնով, ում պետության, ում զավակների, այդ ինչ ասելու բան է։ Հա, Եվգենի Վագանյանը, ապարժայցը մեծանում է ավելի, էլի, ով դուրը գալիս է, դուրը չի գալիս, Ռուսաստանը ընդլայնվում է։ Էս ինչ կայսրություն է, էս ինչ ձևաչափ է։ Դե, էտա, ու գնալով ավելի լկտի անում են, էլի։ Այս բանի ասածները պետդումա։ Հետո այդ որ ասում է, էլ չենք ընդունի բանման, այդ մրգերը, այստեղ էս ասում է, պետդումայի նախագահ։ Իսկ այնտեղ պատճառ են բերում, թե մեջը էսկա կամ լավ էս արած չի։ Այ մարդ կորիզը դառնա։ Նա դուք ձեր մեջ գոնե համաձայնեցրեք, սա ինչ է։ Ես նոր ծիրանաչրով այս կոնֆետները աստված իմ անմահությունն է ուղղակի, չգիտեմ, դուք հաղթած չեք էլի սիրում։ կոնֆետ Ռաֆայել։ Ծիրանաչրով, ուզում ես մտնես մեջը քնես այս բանը, ստոպրակ։ Մի հատ էլ ցույց տուր էլի Ռաֆայել, մի հատ էլ ցույց տուր։ Այդ գույնը տեսնողը արդեն պիտի փախի։ Ծիրանի գույնը, ծիրանի։ Հասկանալով թե ինչ թույն կամ ինչ, բայց դա այդ ինչ սինթետիկ գույն է ախր։ Չէ, բայց ինքը բառացիորեն ծիրանի չիրն է, ծիրանի չիրա վրան ֆստղ։ Բա մեջը ֆստղ։ Մի հատ է մենակ ֆստղ ու շոկոլադ։ Կրեմ չկա Ռաֆայել։ Չէ, կրեմ։ Կսմես թե վերի տակ է կանամով։ Դնում ես տակը, հա, ման ես գալի տենց։ Չէ, ընկերներ, հա։ Մի քանի ժամանակա կոնֆետ չեմ կերել, երևի մի 6 ամիս։ Շատ լավ է, հա։ Բայց ասեմ, բան ունեմ, 85%-անոց այդ շոկոլադներից մի կտոր, հա, բան է։ Բնական մարդիկ, հա, որ չեն։ Ես է չեմ խմում են բանը ասած, այն որ բացարձակ ալկոհոլ չեմ կարում, էլի, այն օր առիթի էինք տեսակ։ Օրը խմեցիր, բո այն մի բաժակն էլ չխմեցիր անցյալը։ Շատ լավ թակիլա էր բարձրը։ Լավն էր, հոտից զգացի, բայց master class էի նայում կողքից, ինչ էր կատարվում, բոլորն էլ լավ ըմբոշխնում էին աչու ձախ։ Նախ այդտեղ երկու բան կա, նախ իրոք չեմ խմում, այդ մի բան չեմ կարում ու վերջ։ Երկրորդն որ վարում ես բեմ ես բարձրանալու բան ես անելու, այդ մի խոսքով մի տեսակ չես կարում ոչ ուտել, տեսակ մի կտոր բանը չկերա։ Չեմ կարում, որ ռաբոտա ասում է, աշխատանքի մեջ ես, ուղեղդ բանը ոչխար չկերար։ Չէ։ Ոչխար նախ չեմ ուտում, չէ, բան կերա, մի կտոր սալմոնի են խորովածներ, շատ լավն էր, հա։ Այն վերջում են որ բերեցին, այդ մի հատ հասցրեցի, ընտիր ժամանակ անցկացրեցինք, բայց կարևոր է։ Եվ բան էր լավ, սալատների առատությունը։ Ես որ տանը սալատ չեմ սարքում, ինձ համար սալատը մի տեսակ բան է, նոր տարվա լիմոնադի նման է, էլի։ Գիտես, այս սալատների ձևն է այս վերջի տարիներին փոխվեց, չէ՞։ Սա տերև է մենակ։ Առաջ որ ասում էիր աղցան, պատկերացնում էիր, հիմա ինչ դեմ է, այս տերևը, այն տերևը, այս ոնց թփի բան լինի, էդի ինչ։ Նուրը, բաբորեն նուր են դնում, ասես մի կտոր, էդի ինչ բան։ Չէ սիրում։ Կմարանք է, էդ ինչ է։ Եմ որ ասում էի ով պիտի ուտի այդ։ Չէ, բայց սալատի մեջ խառնում ես, մեկ-մեկ sense անակնկալ ատամի տակ։ Ատամը ջարդվում է, անակնկալ ջարդվում է ատամը։ Նուր տանել չեմ կարում ես այդ նուրը։ Ուտել չի լինում, այդ ինչ է ուտելու բանը։ Ես էլ նուր տեն չեմ ուտում, հա, չեմ հասկանում ոնց են ուտում, բայց օրինակ պիտի պահես կորիզները ոչ կուլ տալու է, ոչ ծանվում է, ատամները ջարդում, ոչ ամում է։ Լավ էլի։ Դե լավ հյութ է խմի դու։ Այ հյութը շատ լավ բան է, շատ եմ սիրում։ Հյութը հասկացա։ Ես դրա փոխարեն քեզ խորհուրդ կտամ սալատների կամ բաների մեջ չորացած կրամբերի։ Ահա։ Այնքան հաճելի է, կիսաթթու, կիսաքաղցր sense մի պահ ունի ինքը, էլի։ Չգիտեմ թե Հայաստանում կա։ Չէ, կա, cranberry-ն, հա, շատ լավ։ Եվ ամար, այս վերջերս Glendale-ը, North Hollywood-ը, այս հայաբնակ Լոս Անջելեսում, դուք չեք պատկերացնի, ով որ չի տեսել, էլի, թե խանութներում ինչքան ճաշեր ընտրել ու սալատներ ու բաներ են սկսել ծախել։ Առաջ դες բան չկար։ Հատուկ խանութ կար, բան հիմա բոլոր գրեթե խանութները որ բարենային ապրանքներ են ծախում, նաև սպաս, բորշ, ինչ ասեք, պատրաստի, մենակ տակացրու։ Այս կոնֆետ ասեցիք։ Ողջունում եմ դա։ Դե շատ լավ է։ Մեզ լսող Գոհար Հովանեսյան ասում է, հենց հիմա այս նույն կոնֆետից ա ուտում ու մեզ ա նայում սուրճի հետ։ Բա։ Ինչի՞ց ա ուտ կոնֆետից։ Էս, ահա։
Այս կոնֆետից է ուտում, ասում է Ռաֆայել ջան, հենց հիմա դրանով սուրճ եմ խմում։ Իրոք շատ յուրահատուկ է։ Բոլորին հյուրասիրել եմ մեր ֆիրմայում։ Անգլիացիները ուղղակի խելագարվում են դրա համից։ Անգլիացի։ Ճապոնիայում այդ կոնֆետը ապտեկաներում են ծախում գրամով։ Բայց անգլիացի կախեր բան ուտելու համար ասեմ, արդար լինելու համար ասեմ, այդ մի պերիոդ որ ուտում էի, ես էլ էի այդ մրգով մեր հայկական բաներից էի առնում։ Մանավանդ անգլիացիները հաստատ ինչ են։ Fish and chips։ So cute։ So cute։ Հարգելի Գոհար Հովանեսյան, ողջունում ենք ձեզ, ապրեք։ Իսկ այստեղ Նարինե Սողոմոնյան ասում է Ռաֆայել ջան, Ռուսաստանում ապրում ենք, հայրենասեր, հայամետ, արդար աշխատանքով ապրող հայեր։ Հարգելի Նարինե Սողոմոնյան, ախր ես գիտեմ, որ այդպես է, ես հո չեմ ընդհանրացնում, հարգելիներս, 1000 անգամ դերենիքն էլ ես էլ ասել ենք, մենք Ռուսաստանի հայերի մասին չենք էլ ուզենանք էլ վատ բան չեն կարող ասել։ Մենք խոսում ենք այն վաճառված մարդկանց մասին, ովքեր հայրենիք էլ չունեն, սրբություն էլ չունեն, ովքեր իրենց երեխեքին էլ հայերենը չեն խոսում ու չեն մտածում ինչ ա լինելու, վերցնում են X գումարը, գալիս են ու ապագան վարդարացնում են։ Նախր մենք տեսել ենք, չէ, ինչ վիճակի մեջ ենք հայտնվել։ Մեզ ասում են, չէ, այս մի հատ նոր ուղղություն են տալիս, այս ուղղությամբ փորձեք գնալ, ու մենք տեսնում ենք, որ վատ ուղղություն չի դա։ Ովքեր կանխում են այդ ուղղության զարգացումը, դրանց ենք վատ բաները չենք ասում, բայց դրանց ենք մեղադրում։ Ասում են խելքները գլուխներդ հավաքեք։ Մենք եւ մի բան էլ ասեմ, ինձ երազող ուզում եք համարեք, ուզում եք ոչ, բայց ես տեսնում այն օրը, երբ որ իրենց կամքով, քանի որ Հայաստանում պայմանները այնպեսին կլինեն, հնարավորությունները այնպեսին, որ այդ ժողովուրդը արդեն քիչ-քիչ կսկսի վերադառնալ Հայաստան, հավատացեք ինձ։ Ես չեմ կարծում որևէ բան այնտեղ իսկապես գոհա այդ երկրի կառավարությունից, Պուտինի այդ խստություններից, այդ սահմանափակումներից, իհարկե չէ։ Ու եթե ավելի լավ պայման լիներ Հայաստանում, ես վստահ եմ, որ իրենք կվերադառնան։ Ցանկացած դիկտատուրան ավարտվում է պետության կործանմամբ շատ վատ վիճակով, ցավոք սրտի եմ ասում, բայց ես չեմ պատկերացնում ռեժիմը այնտեղ փոխվի եւ Ռուսաստանը լինի ասենց սահուն ընթացքով։ Ռաֆայել ջան, իհարկե չես պատկերացնի, հա, բայց պատմությունը որ նայում ես, այնպեսի օրինակ սովետական միությունը ով կսպասեր որ կարող է զորագույն բանը ոնց կանդվեց մի անգամ։ Հետ եմ ասում, էլի չեմ պատկերացնում որ սահուն ընթացք է հնարավոր։ Ես էլ չեմ բայց գիտեմ որ կլինի, ու իմ կարծիքով ներսից կլինի, հա։ Ռուժորտը որ ոդկի կանգնեց։ Վերջում ռազմական հեղաշրջում մի բան կանեն։ Ոչ Հիտլեր, ոչ էլ Նապոլեոն չի դիմանա։ Մարդ Հիտլեր այկ է գնացել։ Շատ համբերատար է ժողովուրդը եւ մի տեսակ բան ունի էլի տենց այմար դե օրենք է էլի մասը չէ չենք նայես կնայենք բայց դանակը որ ոսկորին հասավ արդեն հա Սարյան Ամալյան կոմենտներում գրում է ասում են Հայաստանում ամեն ինչ կա բացի կոկորտիլոսի մսից Հարգելի Ամալիա, էտել կա, խանութում վաճառվում է եւ ասեմ ավելի նոր տարվա սեղանի զարդ է համարվում եւ որոշ ընտանիքներ առնում են թաթերով, վաներով տենց։ Ահա սարսուռ երևույթ է։ Այդ թաթերով ինքը որ սենց ամբողջական է, այդքան ահա սարսուռ չի, բայց որ ասես սկսում են ուտել կտրում են։ Միսը ու թաթերը։ Այդ վանդալիզմ, բարբարոսություն ուղղակի, բարբարոսություն։ Ոտը կերան, պոչը կերան, սենց եկել կեսը կա արդեն բան մեջն էլ միսն էլ գիտես ինչ կույն այն բաստուրմ, այն վատ բաստուրմաներ կան է, սենց կարիչնևի կարմրավուն, այդ ենց գույնի ամիսը կանաչ երանգել ունի մակերեսին, ոնց որ կոշիկ լինի, այն կոշիկներ կան, չէ, սալամանդրի սենց, հունիսի 2-ին Այո, գնաց խանութից կոկորտիլոս առնես վերես ուտես։ Իսկ կոկորտիլոսը թարմա չեկասի, դες չէ։ Հա, նոր ենք բռնել։ Աշիկատ է տղայա։ Եկատե։ Շատ վատ, բայց էտե կգա։ Ինչ ես անում, դու զանգում անգիրը։ Կոկորտիլոս եմ ուտում։ Բայց ես գա մի կտոր կոկորտիլոս ուտենք։ Արի մի կտոր։ Մենակով հաց ուտել չի ելնում, մի հատ կոկորտիլոս։ Մեղոսից են բերել ասում, Ծառուկյանն է բերել։ Չէ, Ծառուկյանը մոտեցա փախե, Գազարանոցի փախելա եկելա էփեցին կերանք։ Իմացանք ընդեից է։ Էտա։ Okay, բարեկամներ։ Ես այս թեթև ատանում հաղորդումը, որտեղ այս ժամից դիբեյթն ասկսելու մի քիչ ուրախանանք։ Նեղոսից է այս կոկորտիլոսը։
Շատ կանտրաբանդայով եմ մերը։ Okay, առաջի անգամ մենք տեսանք, գիտենք դեկորա, դե այ ժողովուրդը երբ էր տեսել կոկորտիլոս բան, հիմա արդեն սեղանի զարդ հա, խոզի բդի հավասար մրցակից է դառնում։ Կոկորտիլոս։ Այս կոկորտիլոսը ասում բայց բուծում են, այս հոկտեմբերյանի նախկին մարզպետը չէ։ Նեղոցից չեն բռնել։ Դա ասպա կարող է հայերը բերին, էլի, բերին։ Որտեր Փասադենայում չէր, Եղնիկը անցնում էր տվին սպանին ավտոտնակը քշքշարին տարան ավտոտնակ մորթեցին են։ Օ, ուղաթիռներով, վերտալյոտներով 911 եկավ հավաքեց տարավ սաղին, էդի անների հայերը իրանց Բաքում Վեննայս, եթե չեմ սխալվում, էլի այդ կողմերը բոլոր։ Վեննայս թե Փասադենա չէր։ Փասադենա։ Ամեն դեպքում լավ, կարևոր չէ։ Լավ, ոչ մի ական նշանակություն չունի։ Մեկ էլ մի հատ եղնիկա իրանց բակը մտնում է, բեկյարդը, սրանք էլ որոշում են ինչ անեն, կոկորտիլոս չկա ձեռի տակ, ասեն եղնիկ ուտենք։ Ու տենց մի քանի օքով քշում մտցնում են գարաժ խեշ կենթանուն, հարևանը տեսնում է, մի անգամից զանգում է ոստիկանություն, որ գալիս գարաժը բացում են, արդեն մորթել են եղնիկին այմար, որ խորոված անեն եղնիկով։ Դե բանա հասնում, կալանքա հասնում դրա համար։ Յուտայում որ ապրում էի, օր չկար, որ բակով մի հատ եղնիկ չանցներ։ Այդ ու իրոք կարող է մտներով անցել, բայց խորոված անեն, հա, դիվերսիա անեն, կնանիքով գնան, խրգեն, ավտոտնակ բրթեն այս խեղճ հայվանին։ Քանել սիրուն կենթանի այմար, ոնց կարելի արում մորթել ուտել այդ կենթան, ինչի համար էլի, սովածեք։ Ընդ որում որ իսկապես կա, բանում էլ ունի, Amazon-ն էլ ունի, եթե եղնիկի միս ես ուզում, որ մասից ուզում ես, բան արած, տոպրակի մեջ պատատած։ Եթե այդքան ուզում ես եղնիկ ուտել էլի, չես եղնիկ, եղնիկ։ Մեր ռադիոլսողը լավ ընկերը Նարան Ասլան ասում է, այմատ Վեննայս դժվար եղնիկ գարա, Փասադենայում եղած կլինի։ Չէ, այնտեղ ավելի շատ է, հա։ Okay. Վեննայս կարող ես խալ եմ ասում։ Չգիտեմ, եթե Վեննայս Pink Freeway-ով որ գնում ես։ Բայց Վեննայս Granada Hills երևի բան է, հա, 5-ով բարձրանում ես Santa Clarita բան այդ կողմերը։ Դե վերջ չէ։ Դե Վեննայսը բան է 405 բան այդ կողմերն է։ Չէ։ Մի խոսքով լավ էական չի որտեղ։ Այստեղ Լիլիթ Փափոյանը ասում է հայկական տղամարդկան զրույցների մեջ կասի այ ախպեր տենց չի լինի իրար հետ կոկորտիլոս են կիսը բան են կարեն որ հասկիսած մտնում է լեքսիկոնի մեջ բակը տենց է լեզուն վերցնում է մի կտոր կոկորտիլոս ենք ծամը Տեխնացու կոկորտիլոս Նոյեմ Հարությունյանն է ասում դե հաշվի առնելով ինչ որակի զրույցներ էին ընթանում կոկորտիլոսը գուցե ավելի խոսուն լիներ Այս պարագայում դրա համար Իդեպ կոկորտիլոսը խռիկներ չունի, թոքերով աշնչում Այսքանը երևի Լավ, այսօր 3 շաբաթ բան չմնաց, ժողովուրդ, բան չմնաց, այմար հանգիստ կքնեն գիշերներ էլի Այս Կիրակին գարանցներ էլի, տեսնենք ինչ են անում Երկու շաբթի առավոտ է, որ առավոտ էր Արարատյան դաշտի լուսապայծ առավոտներից մեկ Ուրեմն մենք ինձ չէ, մենք ավելի ուշ պետք է բան անենք, հա, երկու շաբթի առավոտ մի բան կլինի երևի արդեն էլի որոշի շրջապով, հա։ Դուք ավելի ուշ հակառակը։ Մենք ավելի ուշ ենք մենք։ Ավելի ուշ, հա։ Չէ, ուզում ասեմ, ձեզ մոտ հələ 6-ն է լինելու, ստեղ արդեն 7 ընտրություն սկսելու է։ Ուրեմն երկու շաբթի առավոտյան, այստեղ արդեն բան կլինի, ինֆորմացիա կլինի։ Երկու շաբթի առավոտյան չէ, Կիրակի Ձեր մոտ ընտրությունը սկսում է շաբաթ երեկո, մեր մոտ Կիրակի առավոտ։ Այսինքն Կիրակի իրիկունն էլ կունենա։ Կիրակի իրիկունը այդ մեր մոտ երկու շաբթի առավոտն է, արդեն կիմանաք։ Ձեզ մոտ ավելի շուտ կգա ինֆորմացիան, քան մեր մոտ։ Բայց մոտավոր բաները, չէ՞ դեռ շատ հավանական է, որ առավոտյան արդեն որ 90-95% պարզ լինի, որովհետև 8-ին փակվում է տեղամասը ու միանգամից սկսվում է հաշվարկը։ Առաջ տանում էին կենտրոնական ընտրական, չգիտեմ ինչ բան, ու ասում է այդ ընթացքում փոխում էին, ինչ պետք էր, ոնց պետք էր։ Հիմա դուրը փակվեց, բոլորի դիտորդները կան։ Ոչ մի բան չես կա, այս բանն է, արկղն է, այս դուք եք։ Հանում են ցուցատալի համար 1, համար 2 շարում են, հետո հաշվում են, այսինքն այդ առումով ավելի բարդ է։ Չնայած, հա, ամեն ինչ լավ է լինելու։ Պետք է, ուրիշ ձև չկա։ Այսքանը
Չկասկածեցին։ Բայ, մինչ վաղը ժողովուրդ։ Մինչ վաղը ցտեսություն։ Ինչ իմ հարգելի հայրենակիցներ, սա է իրականությունը, սա է վիճակը, որի շուրջ ծավալվում ենք, պայքարում ենք, որ լավ լինի, Ժողովուրդ, պիտի լավ լինի, ուրիշ ձև ուղղակի չկա, պիտի լավ լինի։ Պատմության անիվը չպիտի պատտվի ետ։ Այդ մարդիկ այսօր էսա էլի կտեսնեք ինչա կատարվելու, մենք Armusic-ը ուղիղ եթերով տալիս էր եւ Facebook-յան էջով, եւ FM-ով։ Դուք տեսեք ինչա կատարվելու։ Այսօրի դեպ մենք AMPM երաժշտական մեր Վիկտորինան ունենք, որ հեսա մի քանի րոպեից, մոտ 45 րոպեից մեկնարկելու է։ Անմիջապես հետո անդրադարձ են կատարելու այդ ուղիղ հեռարձակման, ուղիղ եթերին։ Եվ տեսնենք թե ուր է գնալու այս ամբողջ պատմությունը։